Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն։ Մենք ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ հայերի համար, Ադրբեջանը ամենաշատը Հայաստանում կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը։ Չհարցրեց ինչու եք ոչնչացնում մեր եկեղեցիները։ Երբ որ շեֆի տեղակալը գալիս է, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի տա ոչ մի հարց։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալեք ջան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Դու ինչպե՞ս ես։ Միշտ ուժեղ։ Ուրախ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Ես ելի եկել եմ իմ 5 հարցերով։ Ինչ կփոխեք մեր արտաքին քաղաքականության մեջ, երբ շուտով լինեք Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն։ Քանի որ հիմա բոլոր որոշումները Հայաստանի մասին կայացվում են Ադրբեջանում, որովհետև Փաշինյանը ամեն ինչ արեց, որ թշնամացնի հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, ինչը մենք շատ արագ պետք է վերականգնենք։ Մենք պետք է ունենանք շատ բարեկամական հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Անգլիայի հետ, Ֆրանսիայի հետ, Չինաստանի հետ, ինչպես նաև մեր բարեկամ Ռուսաստանի հետ։ Միայն այդպես մենք կարող ենք լուրջ երաշխավորություններ ապահովել գերտերություններից։ Հաջորդ հարցս մեր այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականության արդյունքում 300,000 ադրբեջանցի է բերելու Հայաստան, արձագանքել է, որ չի քննարկվում հարց արցախցիների վերադարձը Արցախ եւ չի քննարկվում հարց 300,000 ադրբեջանցիների գալը Հայաստան։ Խնդրում եմ ձեր կարծիքը կասեք։ 20 թվականից հետո ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում։ Ադրբեջանի նախագահան անում է հայտարարություն, փոքրիկ խմբակը իր ղեկավարի հետ վազելով կատարում են այդ հայտարարությունները։ Դրա համար ես վստահ եմ, որ իրենց հետ քննարկող չկա, բայց մենք այդ ամենը կանգնեցնելու ենք։ Մենք ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ հայերի համար։ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի գործարարները կարող են ուղիղ միմյանց հետ աշխատել։ Ես խնդրում եմ ձեզ ասել, արդյոք կարելի է վստահել Ադրբեջանի գործարարներին եւ թույլ տալ, որ ներդրումներ անեն Հայաստանում եւ հողեր առնեն Հայաստանում։ Դուք վստահ եղեք, եթե Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերաբնակեցնել 300,000 ադրբեջանցու Հայաստանում, հաջորդելու են քայլեր, գնելու են հողեր, կառուցելու են գործարաններ, որտեղ աշխատելու են ադրբեջանցիներ։ Մենք այդպիսի օրինակ ունենք հարևան Վրաստանում, Սաակաշվիլու սխալների հաշվին Բաթումին նմանվել է թուրք-ադրբեջանական անկլավի։ Վերջերս ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանն է Հայաստանի խաղաղության երաշխավորը։ Խնդրում եմ ձեր կարծիքը, հայերը վստահում են արդյոք Ադրբեջանին որպես Հայաստանի խաղաղության երաշխավոր։ Ադրբեջանը ամենաշատը Հայաստանում կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը։ Հայաստանի երաշխավորը լինելու է Հայաստանի ուժեղ բանակը, Հայաստանի ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները եւ տարածաշրջանային շահեր ունեցող երկրները։
Վերջին հարցս, ինչ եք կարծում Շահին Մուստաֆայևի այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ինչ հարց վագեցավ տա նրան։ Հայաստանի շահերին վերաբերվող բոլոր հարցերը, այսինքն չհարցրեց ինչու եք ոչնչացնում մեր եկեղեցիները, ինչու եք ձեր բանտերում պահում մեր հայրենասեր հայրենակիցներին եւ ընդհանրապես երբ որ շեֆի տեղակալը գալիս է Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի տա ոչ մի հարց, ինքը միայն լսողի դերում է։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան, ձեզ լավ օր։ Շնորհակալ եմ Ալիք ջան։